Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Լուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, շնորհակալություն պարոն Մնացականյան։ Մարտահամարից սկսենք, որովհետև երեք դուք առաջին էական թիվը իմ կարծիքով հրապարակեցիք արկա բնակչության թիվը, որը 2001 թվականի նույն մարտահամարի հետ համեմատած պակասել է։ Արդյոք այդ թիվը հրապարակելուց առաջ դուք համաձայնեցնում եք, կարելի է դա հրապարակել, թե ոչ, թե դա ինչ-որ ժամանակացուցակ է, որ պարտադիր պիտի հրապարակեք, որովհետև պարզ է, որ քաղաքական շրջանակները և տարբեր այլ շրջանակներ այդ թիվը կօգտագործեն այսպես թե այնպես։ Հասկանալի է։ Ընդհանրապես ՄԱԿ-ի պաշտպանական վիճակագրության հիմնարար սկզբունքների համաձայն վիճակագրական բոլոր սպառողները պետք է հավասար մատչելիության սկզբունքից օգտվեն։ Եվ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ, առավել ևս որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը իդեմս մեր երկրի հանձնանում է ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 24 անդամ երկրներից մեկը, մենք փորձում ենք այդ սկզբունքը, ինչպես եւ ՄԱԿ-ի մնացյալ բոլոր սկզբունքները, այդ թվում գաղտնիության եւ այլն, սրբորեն պահպանել։ Այդ իսկ պատճառով, ինչպես նկատում եք, վիճակագրական բոլոր հրապարակումները, նախապես հրապարակումների այսպես կոչված օրացույցով հրապարակվում են։ Վիճակագրական աշխատանքները իրագործվում են տարեկան ծրագրերի հիման վրա, որտեղ նշվում է, թե որ ցուցանիշը, որ աշխատանքը վիճակագրական տարեկան 2000-ից ավել աշխատանքներ են, երբ պետք է հրապարակվեն։ Այդ իսկ պատճառով առաջի հրապարակումները միշտ տեղի են ունենում էլեկտրոնային տարբերակով, նոր դրանից հետո թղթային տարբերակով եւ ընդհանրապես կատեգորիկ արգելված է, որ որևիցե ցուցանիշ ստանալուց հետո վիճակագրական ծառայությունների կողմից այն քաղաքական կամ վարչական մարմինների հետ համաձայնեցվի, նման բան ընդհանրապես չի կարող տեղի ունենալ։ Շատ լավ, հիմա այս տարվա վերջում դուք կհրապարակեք եւս բնակչության հետ կապված եւս մի թիվ։ Այդ թիվը այս 3 հրապարակած թվի հետ համեմատած աճելու է, թե կրճատվելու է։ Դժվար է կանխատեսում անել, թե ինչ տեղի կունենա, ես հասկանում եմ, որ դուք նկատի ունեք մշտական բնակչության թվականակի ցուցանիշը, որովհետև մենք 3 թիվ ենք հնչեցրել, բայց ժողովրդագրական ցուցանիշ, որպես այդպիսին ընդամենը մեկն էր, արկա բնակչության թվականակի ցուցանիշը, որովհետև մենք այսօր նկատեցինք, որ հաշվեգրված բնակչության թվականակ ցուցանիշ ասածը շատերը կարծում են, թե դա Հայաստանում մշտական բնակվողների ցուցանիշն է, այդպիսի բան չկա։ Դա այլ կերպ, եթե ավելի պարզ ասեմ, թե քանի մարդու մասին տեղեկություններ է հավաքագրվել, հաշվեգրվածը։ Հիմա մշտականը եւ արկան, նրանց տարբերությունը, այո, մշտական։ Ուրեմն արկա բնակչության թվականակի ցուցանիշը այն ինչ որ մենք 3 հրապարակել ենք, դա նշանակում է, որ ստոպ կադրի դրությամբ, այսինքն հոկտեմբերի 12-ի լույս 11-ի գիշերվա դրությամբ, որտեղ հաշվարարները 10 օր աշխատելու դեպքում պետք է բոլոր տնային տնտեսություններին հարցնեն այդ օրվա դրությամբ արկայության հանգամանքը։ Հայաստանի Հանրապետության տարածքում արկա է եղել 2.87509 մարդ, այո, կներեք, մոռացել եք ոչը, 509 մարդ, այդ դրա մեջ մտնում են և մշտապես բնակվողները տարածքում և ժամանակավորապես ներկաները, որոնք որ այդտեղի բնակիչներ չեն, սակայն այդտեղ են բնակվում մինչև 1 տարի ժամկետով։ Մշտական բնակչության թվականակի ցուցանիշը արկայից տարբերվում է այնքանով, որքանով որ արկա բնակչության թվականակից պետք է հանել ժամանակավոր ներկաներին եւ ավելացնել բացակայողներից մինչեւ 1 տարի բացակայողներին։ Այլ կերպ ասած, այն բնակչության թվականակն է մշտական բնակչության, որը ցույց է տալիս, թե որքան մարդու տնտեսական եւ այլ շահեր կապված են Հայաստանի Հանրապետության հետ։ Շատ լավ։ Մարտահամարի վերաբերյալ ես ուզում եի շարունակեի ուրիշ հարցեր, բայց այստեղ հեռուստադիտողները ունեն որոշակի հարցեր, ես ուզում եմ դրանք հնչեցնել։ Ըստ մարտահամարի նախնական տվյալների որքան է կազմել ժամանակավոր բացականների ընդհանուր թիվը, այդ թվում նաև 1 տարի բացակայողների թիվը, ինչպես նաև ժամանակավոր ներկաների ընդհանուր թիվը, ինչպես եւ ինչպես են այդ թվերը ազդել արկա բնակչության թվականակի վրա։ Բավականին մասնագիտական հարց է տվել Լևոն անունով հեռուստադիտողը։ Այո, շատ մասնագիտական հարց է, ցավոք պետք է հիասթափեցնեմ, որովհետև մենք չենք ամփոփել այդ ցուցանիշները։ Վերջնականապես ժամանակավոր ներկաների թվականակը եւ մինչև 1 տարի բոլոր բացակայողներից մինչև 1 տարի բացակայողների թվականակը մենք կունենանք միայն
բոլոր հարցաթերթերի տվյալները կոդավորելուց, մուտքագրելուց, մուտքագրումից հետո ծրագրային տրամաբանական CS-Pro ծրագրով ստուգման արդյունքները ամփոփելուց հետո։ Իսկ դրա համար այդ աշխատանքները սկսված են, դեկտեմբերի 1-ից մենք վարձել ենք կոդավորողներ, որոնք 6 ամիս ժամկետով կոդավորում են, իսկ փետրվարի 1-ից արդեն մուտքագրողները սկսել են իրենց աշխատանքը։ Եվ այդ աշխատանքներին մեզ օժանդակում են ինչպես սկզբից Հնդկաստանի կառավարությունը, որը համակարգչային հանդերձավորումն ապահովեց, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշվառումների բյուրոյի փորձագետները Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ երեկվա մամուլի ասուլիսում հենց ներկա էր հաշվառումների բյուրոյի փորձագետը, որ այնտեղ այդ ծրագրային ապահովման աշխատանքներին եւ մեր մուտքագրողներին եւ կոդավորողներին անմիջական օժանդակություն է ցուցաբերում։ Այսինքն այս հարցի պատասխանը կտրվի այս տարվա հոկտեմբերին մենք մշտական բնակության թվականակը կստանանք, հետեւաբար նաեւ այդ մասնագիտական ցուցանիշները եւս կհրապարակվեն, այսինքն որքանն էին ժամանակավոր ներկաները այդ արկայի մեջ, որի տարբերությունից մենք կիմանանք, որ կոպիտ ասած հայաստանցիները արկայից որքանն են եւ բոլոր բացականերից մինչեւ 1 տարի բացակայողները, որը գումարելով այն տարբերությանը մենք կստանանք մշտական բնակության թվականակի ցուցանիշը։ Եվս մի մասնագիտական հարց, ես օրինակ չէի կարողանա այդպիսի հարց տալ, հավանաբար մարդը խորացել է այս խնդրի մեջ։ Բնակչության ռեգիստրի մասին օրենքով ժամանակավոր բացակայողների եւ ներկաների թիվը սահմանվում է 6 ամսի, իսկ մարդահամարի տվյալով 1 տարի։ Ինչու է առկա նման տարբերություն։ Ընդհանրապես գոյություն ունի մեծ տարբերություններ վարչական եւ վիճակագրական նպատակների միջև։ Այդ իսկ պատճառով մենք ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքեջում աճսունյակում ստորին հատվածում եվրոպական մեր գործընկերների հետ, հատկապես Դանիայի վիճակագրական ծառայության գործընկերների հետ պատրաստել ենք մի փաստաթուղթ, որը կոչվում է ինչ է վարչական ռեգիստր։ Եվ տեղադրել ենք այնտեղ մանրամասն նկարագրված է։ Դրանից վեր տեղադրված է պաշտոնական վիճակագրության առաքելությունը, կազմակերպման հիմնարար սկզբունքները եւ վարչական ու վիճակագրական նպատակների միջև տարբերությունները։ Վարչական նպատակի եւ վիճակագրական նպատակի միջև գոյություն են էական տարբերություններ։ Վարչական լիազորության տիրապետող մարմինները պարտավոր են իրենց վարչական բոլոր նախարարությունները գերատեսչությունները։ Եթե ասեցիք օրինակ, ուրեմն պետք է հետքայլ կատարենք։ Ընդհանրապես պետությունը ունի 3 առաքելություն։ Առաջինը հասարակության բոլոր անդամների ներքին եւ արտաքին անվտանգության ապահովումն է, հասարակության յուրաքանչյուր անդամի կայուն զարգացման համար նախադրյալների ձևավորումն է եւ հասարակության այն անդամների նվազագույն կարիքների հոգումը, որոնք դեռ կամ արդեն ի վիճակի չեն դրանք ինքնուրույնաբար հոգալու։ Եվ այս ամբողջը իրագործելու համար պետությունը ձևավորում է պետական մարմիններ, պետական կառավարման եւ ընդհանրապես պետական մարմիններ, որովհետեւ պետական կառավարում, եթե ասեմ, դատական համակարգը դուրս կմնա։ Եվ այդ պետական մարմինները ըստ էության բաժանվում են մի քանի տարատեսակների։ Հիմնական գերական մարմինները դրանք վարչական լիազորության տիրապետող մարմիններն են։ Այն մարմիններն են, որոնք որ անձնավորված, անհատական, հասցեական ներգործություն են իրագործում եւ վարչական կոնկրետ լծակները սահմանվում են տարբեր օրենքներով։ Օրինակ քաղաքացիական իրավունքները, չէ, քաղաքացիական կացությունը, ով է գրանցում, քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինները, արտադրության նախարարության, այսինքն մարդու ծնունդը, մահը, ամուսնություն, ամուսնալուծությունը պետք է գրանցվի անպայման։ Ձեռնարկատիրական իրավունքը մարդու պետք է գրանցվի, անպայման պետք է գրանցվի։ Դա արտադրության նախարարության այդ կես տարին ու մի տարի։ Սեփականության իրավունքը պետք է գրանցվի։ Սա էս մենակ գրանցման գործիքն եմ ասում, բայց գրանցման գործիքից բացի գոյություն ունեն նաև հաշվառման գործիքներ, վերահսկողության գործիքներ, կարգավորման գործիքներ, օրինակ կենտրոնական բանկը կարգավորիչ գործառույթ է իրականացնում։ Վեճերի լուծման լիազոր մարմինը դրանք դատարաններն են։ Եվ բոլոր վարչական մարմինները իրենց պատվիրակված վարչական լիազորությունները իրագործելուց պարտավոր են կատարել գրանցումներ եւ ձևավորել վարչական ռեգիստրներ։ Այն լիազորությունները, որոնք որ տրված են կամ որոնցով որ օժտված են անպատասխան վարչական լիազորության տիրապետող մարմինները, նրանք պետք է գրանցեն։ Օրինակ, կենսաթոշակառուներին այդպիսի կարգավիճակ տալու համար որոշակի տարիքային սահմանը անցնելուց հետո, եթե մարդը օգտվում է, չէ, իր կենսաթոշակը ձևավորելու, անպայման այդպիսի մարմինը պետք է նրա անվանական տվյալները գրանցի, այլ կերպ չի լինում։ Նույն կերպ գործազուրկներին աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության գործակալությունը պարտադիր գրանցում է, չէ, գործազուրկներին ու հաշվառում է իրականացնում եւ անվանական տվյալներ են։ Այնուհետեւ իրագործում է անվանական ներգործություն։ Իսկ վիճակագրության մեջ անվանական, սկզբնական, անհատական,
հասցեական տվյալները գաղտնիք են եւ ոչ մի կերպ հրապարակման ենթակա չեն, որտեղ վիճակագրության առաքելությունը բացարձակապես այլ է՝ ի տարբերություն վարչական մարմինների, որտեղ վարչական օրենսդրությունը հաշվառման ռեսուրսների սահմանափակման հետ կապված առաջացնում է այնպիսի շահեր, որ տեղեկատվությունը կարող է փոքրի շատ է աղավաղվել, այլ շահեր առաջանան։ Օրինակ, աղքատության ընտանեկան նպաստ ստանալու համար անասնագլխականակի կախվածությունը կարող է խթանել, որ մարդիկ իրենց անասնագլխականակը թաքցեն այո, իսկ վիճակագրությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ ռեսպոնդենտը անկաշկանդ կարողանա առանց կաշկանդվելու, որ այս ամանական տվյալները կարող են ֆիսկալ, քվազի-ֆիսկալ կամ այլ մարմինները հանկարծ օգտագործեն իրենց դեմ, այդ իսկ պատճառով ամանական տվյալները գաղտնիք են։ Այդ իսկ պատճառով է, որ հենց մարդամարի մասին օրենքը հռչակել է, որ մարդամարի ամանական տվյալները գաղտնիք են եւ այլ կերպ հրապարակման ենթակա չեն։ Անգամ դատական եւ դատականչական մարմինները որպես ապացույց չեն կարող դրանք օգտագործել, որտեղ մարդամարի ժամանակ հարցվում է ոչ միայն մարդկանց թվականակի, տարիքի, ազգության այլ կացարանի մասին։ Այո, եթե մարդը ունի մեծ առանձնատուն, բայց ֆիսկալ մարմինների հետ ունի խնդիրներ, բնականաբար նա արդեն կարող է ամբողջական, այսինքն ճիշտ պատասխան չտալ եւ ամբողջականությունից դուրս մնալ։ Սա մենք չենք օրինա, սա համաշխարհային, այսպես ինչպես եւ ավտոմեքենան մենք չենք օրինա, համակարգիչը եւ այլն, սա համամարտկային արժեքներ են, բայց որից որ մենք ես այնուամենայնիվ չհասկացա ինչու է այնտեղ կես տարի, իսկ այստեղ պիտարի։ Ես հենց դա եմ ասում, որ հաշվառման առանձնահատկություններից ելնելով օրենքի մշակման ժամանակ առաջարկվել է, որ կես տարվա ռեժիմը, որպեսզի կես տարվա գրանցումները, այսպես կոչված թարմացումները, օրինակ ծնունդներ, մահեր, ամուսնություններ, ամուսնալուծություններ, այդ գրանցումները, հաշվառման կանգնել, հաշվառումից դուրս գալը, այդպիսի համակարգ գոյությունի ամբողջ Եվրոպական միությունում, օրինակ ես ավելի քաջատեղյակ եմ սկանդինավյան երկրներին, դա ես ներկայացնեմ, օրինակ Դանիայում ցանկացած քաղաքացի բնակության ռեգիստրում ունի իր համարը եւ առանց այդ համարի բնակության ռեգիստրի հաշվառման նա չի կարող նույնականացման քարտով նա չի կարող ոչ բանկում հաշիվ բացել, ոչ ամուսնանալ, ոչ ամուսնալուծվել, ոչ վիզա ստանալ երկրից դուրս գալու, ոչ սեփականություն ձեռք բերել, ոչ աշխատանքի ընդունվել, աշխատանքից դուրս գալ, բայց այդ այսպես կոչված թարմացումները, մեծ թարմացումները 6 ամսյա ռեժիմով են։ Չնայած շաբաթական են նաև բոլոր այլ ռեգիստրներից գրանցումները։ Այնտեղ ռեգիստրային համակարգը այնպիսին է, օրինակ, հարկային համակարգը հենց Դանիայի մեզ նկարագրեցին։ Հարկային համակարգ, այնտեղ հարկային շարքային աշխատողներ համարյա թե գոյություն չունեն։ Այնտեղ էլեկտրոնային տարբերակով, եթե որևիցե կազմակերպություն հայտարարում է, որ իր հասույթը այս հաշվետու ժամանակաշրջանում կազմել է այսքան, ապա կամերալ եղանակով համակարգչային տարբեր վարչական ռեգիստրներից ամանական տվյալներով այդ կազմակերպության ղեկավարին հրավիրում են, որ եւ ցույց են տալի, ասում են լավ, դու արտադրանք չես թողարկել, բայց այդ դեպքում խնդրում եմ պատասխանի, բաշխից ցանցերին այսքան դու վճարել ես էլեկտրոէներգիայի դիմաց, սա ինչ է, փոխանցում է եղել, այսքան օրինակ Հայրուզ Գազարդին, հասկանալի, այսինքն այնտեղ update է արվում իրանց մեծ բազաներից հաճախ, ավելի հաճախ, քան դուք եք դա անում։ Բազան ավելի մեծ կլիներ, եթե մինչև 1 տարվա հաշվառում իրականացվեր, հեշտության համար իրականացում է կես տարվա։ Երբ որ կան երկրներ, որտեղ նաև մարդամարի ժամանակ են օգտագործում նաև կես տարվանը, ոչ թե մեր նման 1 տարվանը։ Այն դեպքում, երբ որ բնակության ռեգիստրը արդեն ամփոփված է լինում, կատարյալ տեղի ունեցած լինում եւ այդ երկրներում, հենց նույն սկանդինավյան երկրներում մարդամարի ժամանակ արդեն դասական եղանակով, այն եղանակով, որ մենք դեռ անցած դարի եղանակով մարդամար ենք անցկացրել, այդպիսի եղանակով մարդամար չեն անցկացնում։ Նրանք ընդհանրապես բնակության ռեգիստրի տվյալների բազայի հիման վրա բնակության 25%-ին ընտրանքային հաշվարարներ բաներ չկան այնտեղ։ Կան 25%-ին, ոչ թե տոտալ բոլոր կացարանները, բոլոր հասցեային տնտեսությունը, ոնց որ մենք 660 ցուցակագրողներով մինչև մարդահամարը բոլոր հասցեային տնտեսության վերաբերյալ այսպես կոչված նախնական մարդահամար արեցինք եւ ունենք պատկերացում, թե վարչական մարմինների տեղեկատվության հիման վրա եւ մեր ցուցակագրողների այցելությունների հիման վրա ինչքան մարդ կա մոտավորապես պոտենցիալ ում պետք է այցելել։ Մենք նախնական այդ տվյալներն ունենք։ Այն երկրում դա վերցնում են բնակության վարչական ռեգիստրից, ընդ որում ստոպ կադրի դրությամբ, որևիցե պահի դրությամբ ընտրում են 25% եւ հաշվարները այցելում են ընդամենը 25%։
եւ 25%-ի ստացված տվյալները կացանի վերաբերյալ, ձեր ասած բաքսի եւ այլնի վերաբերյալ տվյալները գլխավոր համակցության վրա, այսինքն մնացած 75%-ի վրա եւս տարածում։ Այստեղ են այդ տարբերությունները։ Քանի դեռ պետական կառավարման համակարգում բարեփոխումները մինչև վերջ չեն ավարտվել, քանի դեռ շատ կան դեռ վարչական համակարգը պետք է ամբողջությամբ կարողանա իրագործել ժամանակակից թանկարժեք թեկուզ տեխնիկայով, դա էլ է ծախս, որ իր ցանկացած լիազորություն, որ իրացնում է, պետք է գրանցվի եւ այդ գրանցումները պետք է քիչ թե շատ հանրությանը ավելի հայտնի դառնան, ապա մենք անընդհատ կունենանք նաեւ այլ խնդիրներ, օրինակ, որ միայն իրավունքներից չպետք է օգտվեն պետական կառավարման մարմինները, այլ նաեւ պատասխանատվություն, այն վարչական գրանցումները իրավունքից օգտվելու պահի արձանագրումն է։ Հասկանալի է։ Ես ուզում եի հարցնել նաև աղքատության մասին, ես խնդրում եմ մեկ թիվ ասեք, հա, քանի աղքատ կա Հայաստանում։ Սկզբից այդ թիվը ասեք, հա, իսկ հետո ասեք ում եք համարում աղքատ։ Ուրեմն մենք վերջի հետազոտությունը 2010 թվականի արդյունքներն էր, որ անցած տարեվերջին հրապարակեցինք, դա Համաշխարհային բանկի եւ Հազարամյակի զարգացման Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան ՊՕԱԿ-ի համագործակցությամբ դա իրագործեցինք եւ հրապարակեցինք, աղքատության մակարդակը կազմել էր 35.8% 2010 թվականի արդյունքներով ըստ 7800-ից ավելի տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության։ Դա չափազանց մեծ ցուցանիշ է վերջին հաշվով 35.8%, ընդ որում այդ ցուցանիշը ստացվել է ոչ թե ըստ եկամուտների, ոչ թե ըստ ծախսերի բնակության, այլ ըստ սպառման ագրեգատի, այսինքն տնային տնտեսությունների սպառումն ենք մենք ուսումնասիրել, որովհետև մեր տնային տնտեսությունների մի զգալի հատվածը ընդհանրապես ոչ թե եկամտի հիման վրա ծախս կատարելով իր սպառումն ապահովում, այլ իր տնային տնտեսության կողմից թողարկված արտադրանքն է սպառում, հատկապես գյուղական բնակավայրերում։ Շատ լավ, այդ տեսեք, այդ 35.8%-ը, հա, նրանք սպառումը, հա, ինչքան է, կարող եք մի հատ թիվ ասել, որից ցածրը աղքատ է, որից բարձրը աղքատ չի, այսինքն ինչ շեմով եք դա որոշում։ Ուրեմն այնտեղ 2010 թվականի համար ստացված արդյունքները, որքան որ իմ հիշողությունը չի դավաճանում, այս պահին 33,000 քանի 100 դրամ էր ամսական սպառումը, սակայն դա մոնետար շուկայի արժեքը չէ, որովհետև եթե օրինակ մարտունու կարտոֆիլագործի համար այդ սպառումը կարտոֆիլի իր ինքնարժեքով 40 դրամով է, բայց բոլորս գիտենք, որ շուկայում 250 դրամ է, բնականաբար այդ իսկ պատճառով դուք հաճախ նկատած կլինեք, որ մենք եռամսյակը մեկ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը եռամսյակային զեկույցներում համապատասխան եռամսյակի միջին գներով դա ներկայացնում ենք եւ այնտեղ ստացվում է մոտարապես այդ զամբյուղը, սպառողական զամբյուղը 53,000 էր, կարծեմ վերջի 4 եռամսյակի արդյունքներով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այսինքն տարբերությունները մեծ են։ Մարդը, որը 35,000-ից ավելի է ստանում, նա այլևս աղքատ չի։ Պարոն Աբրամյան, ես ասացի սպառում, դուք ասում եք եկամուտ ստանում։ Սպառում, ներեցեք, սպառում։ Մարդը, որը ամիսը 35,000-ից ավել է սպառում, նա աղքատ չի։ Դա ըստ Համաշխարհային բանկի այն մեթոդաբանությամբ, որով որ այդ գործիքով որ հնարավոր է իրականացնել այս հետազոտությունը։ Երբ որ մենք ասում ենք մեթոդաբանություն, այդ մեթոդաբանությունը բաղկացած է 4 տարրերից։ Դա սահմանումներ են, այսինքն ինչ բան է կոնկրետ այս դեպքում աղքատը, ինչ բան է ծայրահեղ աղքատը եւ այլն։ Հաջորդը դասակարգումներն են, հաջորդը տեղեկատվության աղբյուրներն են եւ չորրորդը տեղեկատվության հավաքագրման ամփոփման եւ հրապարակման գործիքակազմը, որովհետեւ նույն այդ մեր հրապարակած ժողովածուի մեջ մենք հրապարակել ենք նաեւ այլընտրանքային ցուցանիշներ, մասնավորապես 15 եւ բարձր տարիքի տնային տնտեսությունների անդամներին, երբ որ հարցրել ենք թե իրենց կարծիքով իրենք աղքատ են թե ոչ, նույն այդ աղքատների եւ զարմանալի պատկեր է ստացվել, երկու անգամ ավելի պակաս է ստացվել աղքատությունը ըստ սուբյեկտիվ ընկալման մարդկանց, որովհետեւ եթե միջին կենցաղավարությունը այդ միջին հաշվով քիչ եկամուտների ցածր պայմաններում այդպիսին է, համեմատության դաշտը եզրերը էապես փոխվում են, իսկ երբ որ նույն այլընտրանքային աղքատության հատվածում մենք հրապարակել ենք ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված չափորոշիչների օրական մեկ շնչի հաշվով եկամուտների,
այնտեղ ստացվել է, որ 5.30 կարծեմ դոլար օրական, այդ դեպքում նույն 2010 թվականի Հայաստանի աղքատությունը կազմել էր 76.6%։ Եթե 2.30 էր կարծեմ երկրորդ շեմը, այնտեղ ավելի փոքր էր 19%։ Եթե 1.25 դոլար էր, ապա 0.5% աղքատություն։ Այսինքն մեծ հաշվով աղքատությունը խիստ հարաբերական հասկացություն, նայած ինչ մոտեցում է ցուցաբերվում, ինչ մեթոդաբանություն է կիրառվում, մեթոդաբանություն ասելով սահմանում, տեղեկատվության աղբյուրները ինչպիսինն են, գոյություն են թե ոչ։ Շատ դեպքերում լավագույն տեղեկատվական աղբյուրներ ուղղակի գոյություն չունեն։ Պլյուս նաև ռեսպոնդենտների հակվածությունը եւ այլն։ Զուտ աչքաչափով, հա, մարդը, որը 35,000 է, չէ, ես եմ ասում, 35,000 է ծախսում կամ 40,000 է կամ 50,000 է ծախսում, հա, ամիսը, նրանք բոլորը աղքատ են, հա։ Դա մի շքեղ գումար չէ 36,000-ը, չէ։ Իհարկե, պարոն Աբրամյան, ով կարող է համաձայնվել, որ 35,000-ը մի շքեղ գումար է։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ որպեսզի տեղեկատվական այլ աղբյուրների բացակայության պայմաններում միջազգային պրակտիկայում ընդունված ամենալավագույն մեթոդաբանությունը այսօր աշխարհում ընդունվում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը, որովհետև երկրորդ աշխարհամարտից հետո Միավորված ազգերի կազմակերպությունը, որպեսզի բոլոր երկրներում միասնական մեթոդաբանության վիճակագրություն վարեն, ստեղծել է ՄԱԿ-ի եւ վիճակագրական հանձնաժողով եւ դրա հովանու ներքո տարբեր միջազգային կազմակերպություններին համաշխարհային միասնական մեթոդաբանության մշակման լիազորություններ է պատվիրակել Համաշխարհային բանկ արժույթի միջազգային հիմնադրամ։ Եթե դա չլինի, ապա ցանկացած ազգային երկիր քաղաքական վարչական շահերից ելնելով յուրաքանչյուրը անգամ կարող է պարլամենտում բազմապատման աղյուսակը փոխել, օրացույցը փոխել, որպեսզի իր շահերին հարմարացնի։ Եվ այդ մեթոդաբանությամբ, որ անցկացվել է Հայաստանում տնային տեսությունների ընտրանքային հետազոտություն եւ որով չափվել է աղքատությունը, 2008 թվականին Համաշխարհային բանկը իր առաջի մրցանակաբաշխության ժամանակ այդ հետազոտությունը արժանացել է առաջին մրցանակին։ Հիմա ինչքան էլ ցանկացած մեթոդաբանություն միշտ էլ կունենա այլընտրանքային մեթոդաբանություններ։ Հավերժ վիճելի հարց է։ Ցանկացած մեթոդաբանություն եւս ժամանակի եւ տարածության մեջ միշտ ենթարկվում է փոփոխության, ինչպես բրիտանական աշխարհագրական ազգային ընկերակցությունն է միշտ ասում, մարդկությունը հազարամյա վաղեմության հարցերին ժամանակի ցանկացած հաջորդ պահին ունենում է այլ պատասխան։ Ներեցեք, մենք ունենք 3 րոպե, ես խնդրում եմ 3 հարցի հեռուստադիտողի 1 րոպեով։ Մեր տուն ոչ ոք չի եկել հաշվելու, բացականչական նշան հեռուստադիտողի։ Այո, ուրեմն ես փորձեմ բացատրել ընդհանրապես այնպիսի պատկերացում կա խորհրդային տարիներից, որ մարդամար ասելով նկատի ունենում, որ բոլորը անպայման աշխարհում որևիցե երկրում տոտալ բոլորին հաշվառում հնարավոր չէ իրականացնել, որովհետև ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի պետք է բերել։ Դա նկատում ենք եւ հաշվարարի աշխատանքը, որը ունի նաեւ այլ հակումներ եւ ռեսպոնդենտի հակումները։ Դրանք տարբեր են։ Մենք այդ իսկ պատճառով դեռ սկսած 2000 թվականից ուրեմն Միացյալ Նահանգների հաշվառումների բյուրոն միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ամբողջ թիմին եւ Վաշինգտոնում եւ այլ տեղեր դասընթացների եւ բոլոր տեղերը սովորացրել են, որ կատարյալ 100%-անոց մարդամար աշխարհի որևիցե երկրում չի իրագործվում։ Միշտ էլ կան մարդիկ, որոնք որ միգրացիոն կամ վարձակալած բնակարանում են ապրում, շահագրգիռ չեն, ուզում են թաքնվել։ Մարդկա չի ուզում ուղղակի մարդկանց հետ շփվի։ Կան քաղաքական նպատակներով հայտարարում է ես պետության հետ գործ չունեմ։ Միշտ էլ աշխատում են խուսափել։ Միշտ դա կարող է լինել։ Դրա համար այլընտրանքայինից վերցնում են։ Միակ երկիրը, որ տոտալ անցկացրել է 2000 թվականին, դա Թուրքիան է եղել։ Երբ մեկ օրում է անցկացրել, նախապես զգուշացրել էր բոլորին, որ սննդամթերքով 2000 թվականին ապահովեն, այդ օրը ով որ տնից դուրս գար, կարող էր նաև վարչական տուգանքից եւ 30 քանի հազար։ Դրանից հետո ՄԱԿ-ը քննադատեց, որտեղ նման ձևով որը տոտալ հաշվառում անի։ Եվ դրա համար միշտ էլ գոյություն ունեն որոշակի շեղումներ։ Այդ կարևորը թույլատրելի շեղումներից դուրս
չլինի։ Ընդհանրապես ընդունված է անցումային երկրների համար, որոնք որ երկար ժամանակ չեն արել, մինչև 5%, 2001 թվականի մարտահամարի ժամանակ մենք չունեցանք այդ գնահատականը, բայց հաշվառումների բյուրոյի փորձագետները, երբ որ համատեղեցին տարբեր աղբյուրների տվյալներ, նրանք ասացին, որ շեղումը անգամ 1%-ի չի մոտենում։ Հիմա մեր նախնական գնահատականներով դա նախնական, մենք մինչև ամբողջը չավարտենք, չեն կարող։ Դա 0.12-ի 12%-ականի շեղումներ են։ Ես վստահ չեմ, որ դա կլինի վերջնականը, որովհետև մենք ամբողջ տվյալները, երբ որ կմուտքագրենք, կհասկանանք, այն ժամանակ կհասկանանք նաև ամեն մի հարցաթերթից, երբ որ տվյալները կմուտքագրվեն համակարգչի մեջ, համակարգչային ծրագրային CS Pro-ն ցույց կտա, որտեղ ինչ տրամաբանական սխալներ կան, որոնք են որ ցածր որակի են լրացվածները, այդտեղից մենք կհասկանանք։ Իսկ ցածր որակի լրացվածների մեջ կմտնեն նաև նրանք, որոնք որ հարևանի պատասխանով են, որովհետև ամբողջական չի շարունակությունը, որտեղ համատիրության ղեկավարի պատասխանով են, որը որ, չգիտեմ, տարբեր վարձեր է գանձում, աղբի եւ այլն, որը գիտի քանի մարդ կա այդ բնակարանում, իր մոտ ունի անվանական, դրանք վարչական տվյալներ են, բայց այդ տվյալները եւս օգտագործվել են այն դեպքերում, երբ որ 3-4 անգամ հաշվարը այցելել է ըստ հաշվարարի տված հայտարարության եւ տանը որևիցե մեկի հետ չի հանդիպել։ Դրա համար մենք երբեք չենք կարող բացառել, որ կլինեն դեպքեր, որոնց հետ հաշվարարը հանդիպած չի կարող լինի, որի համար ես շատ ցավ ունեմ։ Կարճ հարց եւ կարճ պատասխան։ Դուք հանրապետական եք, այսինքն հանրապետական կուսակցության անդամ եք։ Ոչ։ Շատ լավ, շնորհակալություն։ Որևիցե կուսակցության անդամ չեմ, օբյեկտիվության կանխավարկած, այո, վիճակագրությունը անկախ մարմին է եւ ՄԱԿ-ը հռչակել է, որ պետք է հասարակությունները եւ առաջի հերթին սա խնդիր է պետական մարմինների համար, որ պետք է պետական մարմինները կարողանան հասարակությանը բացատրել, որ վիճակագրական մարմինները էապես տարբերվում են պետական այլ մարմիններից, որոնք իրագործում են քաղաքականություն։ Վիճակագրությունը քաղաքականություն չի իրագործում, միայն փաստագրում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն այս առիթի համար։ Ստեփան Մնացականյանն էր իմ զրուցակիցը, վաղը մենք նորից կհանդիպենք եւ իմ հյուրը կլինի արտգործնախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանը։ Ստեսություն մինչ վաղը։